Ողջույն, այսօր 13-րդ դասն է, ասում ենք 26 և 27-րդ էջերին։ Տեսնենք ինչ է ասում մեր վերնագրում։ Ասում է introducing A for left hand, այսինքն կենսմակինք մեր the A for the linker hand։ Ծանոթանում ենք I-ի հետ ցախ ձեռքում։ Ինչպես տեսնում ենք, արդեն նշված է ֆայի բանալին, մեր բասի բանալին է սա։ Հնգագիծը տեսնում ենք և տեսնում ենք ան 5-րդ գծի վրա։ Եթե մեր 4-րդ գիծը դա ֆան է, արդեն ցույց է տալի այս կետը, բարձրանում ենք դեպի լյա նոտան, ֆա, սոլ, լյա։ Սա մեր արդեն սխեման է, տեսնում ենք մեր to find A, ստեղ ասում է գտնել A նոտան։ Ինչպես ենք գտնելու։ Նախորդ դասում օրինակ անցնում էինք C նոտան, հա, թե ինչպես պետք է մեր մատները երկարացնենք, 5-րդ մատը ձգենք, որպեսզի վերցնենք մեր C նոտան, եւ նույնն էլ արդեն աջ ձեռքում էր, աջ ձեռքում բթամատն ենք երկարացնում, որպեսզի C նոտան վերցնենք։ Իսկ այստեղ արդեն այն է վերաբերում, ասում է place the left hand in C position, այսինքն մեր ձեռքը այստեղ պետք է դիրքավորենք կենտրոնից մի դիրք ներքև եւ 5-րդ մատը 5 4 3 2 1 հետո ասում է reach finger 1, այսինքն մեր առաջին մատը, այդ բթամատը պետք է երկարացնենք, ձգենք one wide key to the right, այսինքն մի հատ սպիտակ ստեղն դեպի աջ։ Սրա մասին է խոսքը։ Այստեղ պետք է օրինակ մեր հիմա սոլի տեղը A վերցնենք, լյա վերցնենք, A, այսինքն դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա։ Այսօր ծանոթանալու ենք այս լյայի հետ, ինչպես պետք է մատները վարժեցնենք, որպեսզի օգտագործենք նաև մեր առաջին մատը լյայի համար։ Անցնենք առաջ, այստեղ օրինակ ասում է play slowly say the note names as you play։ Այստեղ ասում է պետք է դանդաղ իհարկե նվագենք եւ այնուհետ պետք է թվարկենք այս անունները։ Տեսեք, մեջը գրած է, արդեն մենք անցել ենք, գիտենք, որ ամեն մի նոտայի մեջ գրված է դեռ, քանի դեռ մենք դեռ չենք կարող կարդալ, հա, նոտաները։ Դրա համար ավելի լավ է արդեն քիչ-քիչ կարողանանք նոտաները կարդալ հնգագծերի վրա։ Այստեղ մեր բասի բանալին է, ֆայի գիծն է, միշտ այսպես կարող եք գծել, որ հեշտ լինի ձեզ համար, 4 քառորդ 4 վարկյան տևողություն, 1 2 3 4 քառորդ քառորդ կես։ Մատները տրված են 5 3 1, 5 3 1, իսկ այստեղ արդեն հաջորդ անցումն է 5 2 1, տես ասում է move 1 to A, այսինքն այստեղ 5 2 1, մեկը այստեղ պետք է լիներ, բայց սոլի փոխարեն հիմա այ ենք վերցնելու, դրա համար լինում է 5 2 1, այստեղ պետք է լինի, սա նոր մեր ակորդն է, որ պետք է այսօր սովորենք, նակ ասում է 5 էլի 3 1, 5 2 1, հիմա ես դանդաղ մեկ անգամ ուղղակի հաշվելով կնվագեմ, իսկ դուք կարող եք շատ անգամներ նվագել, մինչև սովորեք, արդեն վարժեցնեք, ու այստեղ արդեն կարող եք ինքներդ արդեն անունները լատինատառերով նշել եւ այլընտրանքային սովորելու համար, ձեր իսկ սովորելու համար։ Իսկ հիմա ես ուզում եմ տեղադրել իմ ձեռքը ցախ ձեռքում ականանալու ու սկզբում հաշվելով պետք է նվագենք հիմա սկզբում նվագում ենք 5 3 1 հետո 5 2 1 գնացինք 1 2 3 4 1 2 3 4 Արդեն իմացանք, թե ինչպես է այն հնչելու, հետո ստեղների վրա նույնպես ցույց կտամ, այստեղ արդեն վերաբերում է introducing the F major chord, այսինքն սա արդեն կենսմակինք մեր հետ F խրոտ ակորդ, այսինքն մաժոր մեծ ակորդին է վերաբերվում, պետք է այստեղ արդեն ծանոթանանք ֆա մաժոր ակորդին։ Ֆա մաժորը արդեն մենք գիտենք այս ֆա նոր ակորդի մասն է խոսքը լինելու, ասում է the C major chord is frequently followed by the F major chord and vice versa, այսինքն ինչ այս vice versa նշանակում է հակառակը, այսինքն ուզում ասի C ակորդին, այս մեր դո ակորդին հաճախակի հաջորդում է ֆա մաժոր ակորդը,
Սրանք մեր գլխավոր ակորդներն են, որ միշտ նվագակցում ենք, ինչու համար ենք սրանք սովորում, տեսեք, հիմա սա մեր 4-րդ աստիճանն է լինելու։ Մենք գիտենք մեր գլխավոր աստիճանները առաջին, 4-րդ, 5-րդ, այսինքն դո, ֆա, սոլ, դո, ֆա, սոլ։ Սրանք շատ կարևոր աստիճաններ են մեր այս 7 հնչյունների, օրինակ, ասենք դո, ռե, մի, ֆա, գալիս է 4-րդ արդեն հետո 5-րդ։ Ինչի համար եմ սա ասում, որտեղ այս ակորդները շատ կարևոր են, բոլորը, օրինակ, ամենացածր մակարդակի երաժշտության գիտելիքներ ունեցողները պետք է իմանան գոնե այս 3 ակորդների, գլխավոր 3 ակորդների մասին, որովհետև սրանք շատ կարևոր են նվագակցելու ցանկացած երաժշտություն, երգ, գործողություն, ասենք գործ, երաժշտական գործ, դու պետք է կարողանաս այս ակորդներով կառավարել։ Շատ կարևոր է։ Դրա համար հիմա գնում ենք սովորենք, օրինակ, դո ակորդը մենք արդեն գիտենք, դո, մի, սոլ։ Եվ գիտենք, որ սա արմատն է, սա շրջվածքով չէ, այսինքն դո, մի, սոլ, դո, սոլ, դո, մի։ Տեսնում ենք, չէ, որ սա արմատն է, արդեն հետո երկրորդ շրջվածքը մի, սոլ, դո, արդեն առաջի շրջվածքը, հետո երկրորդ շրջվածքը սոլ, դո, մի։ Այդպես է գնում։ Իսկ արդեն սովորել ենք G7-ը, այսինքն սոլ սեպտիմ ակորդը, դա էլ ուներ, ասենք, սոլ, սի, ռե, ֆա, չէ՞։ Հետո սի, ռե, ֆա, սոլ, սի, սոլ, սի, ռե, ֆա։ Այսինքն այստեղ արդեն ունի 3 շրջվածք, 1 արմատ, 3։ Ինչու համար, որովհետև 1 նոտը ավելացել է, քանի որ դոն, դո, մի, սոլ է, 3 օրինակ նոտայից է բաղկացած, իսկ սեպտիմ ակորդը 4, սոլ, սի, ռե, ֆա։ Որտեվ 7-րդ աստիճանն է ավելացել, դրա համար շրջվածքները ավելացան։ Իսկ այստեղ արդեն 4-րդն է, մեր ֆան է, ֆա, լա, դո։ Այսինքն ֆա, լա, դո, ֆա, դո, ֆա, լա։ Ինչ տեղ ունեցավ, ֆան դա մեր արմատն է, ֆա, լա, դո, հետո լա, դո, ֆան դա մեր առաջին շրջվածքն է։ Իսկ երկրորդը դո, ֆա, լա։ Հենց այսօր մենք այս դո, ֆա, լան պետք է անցնենք երկրորդ շրջվածքը, ինչի համար երկրորդը, քանի որ նրանք իրար մոտ են գտնվում։ Օրինակ, եթե հիմա մենք նվագելու ենք դո, մի, սոլ ակորդը, դո, ֆա, լա, իրար մոտ են գտնվում եւ հարմար են նվագակցելու համար։ Ինչպես օրինակ սի, ֆա, սոլ, որ սովորել ենք այդ G7-ը։ Չէ՞, իրանք իրար հետ մոտիկ են գտնվում։ Օրինակ, այսպես հնչում է. դո, մի, սոլ, դո, ֆա, լա, հետո սի, ֆա, սոլ։ Տեսեք, իրար մոտ են գտնվում։ Դե չէ, ասենք պետք է թռիչք կատարվի, օրինակ այսպես, օրինակ դո, մի, սոլ, հետո ֆա, լա, դո, հետո սոլ, սի, ռե։ Այսպես թռիչք պետք է կատարվի, իսկ այստեղ արդեն շատ հարմար է, իրար մոտ գտնվող ակորդներ են։ Okay? Այդ կադենցիաներն են։ Հիմա ասենք, էսի արդեն բացատրեցի ինչումն է, ու այստեղ արդեն մեր ցույց է տալի, ուզում եմ ասել, որ practice changing from the C chord to the F chord and back again։ Այսինքն ասի, այսինքն սովորիր փոխել, հա, դոից ֆա ակորդ, հետո նորից գնա դեպի դո հետ։ Ինչպես նոր արեցի, պետք է այսպես սովորենք, այնքան նվագենք, մինչև վարժվենք, որ մեր բթամատը այդ սոլի վրա կարողանանք ձգել հանգիստ բերենք դեպի ան, լա նոտան։ Հետո այստեղ արդեն նույն ձևի ոնց որ նախորդ դասերում բացատրում է, որ the fifth finger plays C in both chords, այսինքն 5-րդ մեր մատը, այսինքն երկու ակորդներում էլ դոյի վրա է, այսինքն հետո ասում է the second finger plays F in the F chord, այսինքն երկրորդը մատը արդեն ֆա մեր ակորդում է գտնվում, այսինքն ֆայի վրա է գտնվում, հետո only the first finger moves out of C position up to A for the F chord։ Ու ասում է առաջինը մեր մատը իհարկե միայն ասում է C position moves of the up to A, I վրա է գնում։ Այ վրա է գնում առաջինը արդեն F ակորդի մասն է խոսքը։ Սա էր, այսինքն ինչի համար ենք հիմա այս ակորդները շատ կարևոր է։ Հիմա օրինակ մի հատ փոքրիկ մի երգ, կապ չունի, ինչ երգ որ գիտեք, մանկական երաժշտությունները, հա, իմ էջում շատ կան օրինակ մանկական երգեր, որ հենց այս ակորդներով
նրանք նվագակցվում են։ Կարող եք գտնել եւ լսել։ Օրինակ հիմա մտքից եկա, օրինակ ABCD, հա։ ABCD EFG HIJK LMNOP շատ հեշտ լսվող ու հայտնի երաժշտություն է։ Տեսանք, որ արդեն ինչ կատարեց ABCD EFG ինչ եղավ C-ից ակորդից գնաց Ֆա ակորդ, այդ շրջվածքը ABCD EFG հետո էլի HIJK LMNOP այսինքն այս LMNO-ն ինչ եղավ մեր G7 ակորդն է G7 LMNOP այսպես կարող եք արդեն ակորդները հեշտությամբ լսել ուրեմն C ակորդը գնաց F ակորդ հետո գնաց G ակորդ C F G C դրա համար սովորում ենք այս ակորդները որ շատ կարևոր է շատ պետք է գալու անցանք հաջորդ edge ինչ է տված այստեղ ասենք արդեն warm up using C G7 and F chords այսինքն ինսպել են մեր հետ C խեյզևն են հետ F ակորդ F ակորդն է դե մենք հասկացանք որ ինքը ֆա մաժորին է վերաբերում ինչի համար որ նա հնչում է ուրախ իսկ մենք ունենք նաև ֆա մինոր ակորդ այսինքն մի քիչ թախծոտ սրան դեր կանոնան դառնանք ինչի համար ենք ասում մեծ ակորդ հենց մեծատառով է գրված մեր ակորդները որտեղ նրանք այդ բոլորն էլ մաժորային են ավելի ուրախ հնչող ակորդներ են օրինակ դոյում ունենք ակորդ նաև թախծոտ տեսեք ոնց որ սոլում ունենք նույնպես ֆայում Սրանք արդեն մեր մաժորային ակորդներն է վերաբերում, այս ասում է practice slowly at first, then gradually increase speed։ Ուզում եմ ասի, այստեղ որ ենք սկզբնում պետք է մենք դանդաղ այն նվագենք, սովորենք, հետո արդեն աստիճանաբար, հա, gradually increase, մեծացնում ենք մեր այս ավելացնում ենք մեր այդ տեմպը, հա, արագությունը, այսպես ասած։ Հիմա ֆայում ենք գտնվում մեր ակորդներն են, սիմվոլները վերևում արդեն տրված են։ Այս սիմվոլները, սա մեր C-ն է, G7, C, F, C։ Այսինքն մեր ակորդները, որ այսօր արդեն սովորեցինք առաջին մեր root, այսինքն մեր ակորդն է, որ C-ում է, C ակորդն է, հետո G7 էլի կրկնվում է C ակորդ, սիմվոլները վերևում, հետո նոր սովորած ակորդն է, F ակորդն է, հետո արդեն էլի C։ Հետո կարող եք արդեն առանձին նվագել։ F ակորդը ինչպես ենք լսում, արդեն տեսնում ենք, որ բարձրանում է, վերևի աստիճանը բարձրանում է։ Սա մեր հիմնական ակորդն է, իսկ այստեղ արդեն որ իջնում է, ձայն արդեն ներքև ենք լսում, դա արդեն մեր G7 ակորդն է։ Այսպես ակորդները կարող ենք լսել։ Հիմնական G7 իջավ, հիմնական բարձրացավ F ակորդ։ Էլի եկավ մեր հիմնական ակորդ։ Շատ հեշտ է այս ակորդները լսելը։ Սա արդեն պետք է պարապել։ Հիմա 4 քառորդում է էլի գտնվում, պետք է վերցնենք օրինակ ներքևի դիրքում 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 ամբողջ նոտա է 3 հատ նոտա իրար գլխի վրա է, բայց ամբողջ նոտա է, բախում է 4 վայրկյան տևողություն։ Այսա մեծով ֆորտ է արդեն չափավոր պետք է նվագենք, ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։ Անցնենք արդեն նոր կանոնին, այս մեր վարդագույն վանդակի մեջ։ Incomplete measure, ինչ է նշանակում incomplete measure, դա polne mera, անավարտ չափ է կոչվում։ Ոնց որ հոլանդերենով ասում ենք onvolledige maat, opmaat, հա, incomplete measure։ Այստեղ ասենք մենք հիմա 4 քառորդ ունենք եւ տեսնում ենք այստեղ 1 2 3
4-ի փոխարեն, այսինքն 3 հատ քառորդ նոտա է։ Այսինքն ինչ է կատարվում, ասում եմ, some pieces begin with an incomplete measure, այսինքն որոշ, ասում է, ստեղծագործություններ, այս մասերը սկսվում են այս անավարտ չափով։ The first measure of this piece has only 3 counts, այսինքն ասում է առաջին այս տակտը, այս փոքր մասի ունի 3 հաշիվ, 3 հաշիվ։ The missing count is found in the last measure. The missing, այսինքն unbroken, այդ բացակայող հաշիվը գտնում ենք in the last measure, այսինքն վերջին տակտում, հեսա, վերջին տակտում ենք գտնում այն, որտեղ այստեղ արդեն 1 քառորդ է։ Հետո, when you repeat the whole song, you will have one whole measure of 4 counts when you play the last measure plus the first measure. Այսինքն ասում եմ, երբ որ դու այն կրկնում ես, repeat, հա, որ the whole song, այսինքն այս ամբողջ երգը երբ որ կրկնում ես, դու արդեն ասում է կգաս, կհավասարես, այս 4 կստանաս վերջինը 1, հետո արդեն այս 3-ը իրար հետ կստանաս ամբողջ հաշիվը։ Այսինքն ուզում եմ ասի play the last measure, այսինքն վերջի տակտը գումարած առաջին տակտը ստանում ենք արդեն մեր ամբողջ չափը։ Սրա մասին էր խոսքը, այս incomplete measure, ուշադիր եղեք, արդեն ձեր մոտ կարող եք այն նշել, որ սա նոր կանոն է, որ շատ հաճախակի օգտագործվելու է։ Ինչի է, այսինքն սրանք կտեղի ունենում, այս incomplete measure-ները անավարտ չափեր, օրինակ սա էլ մի, ասենք, պատմվածք է, ամեն մի հեղինակ, հա, ստեղծագործող, օրինակ սիմֆոնիա կլինի, ինչ կլինի, ինչ որ ասենք գրել են, այդ հեղինակները իրանք ունեն ինչ որ պատմվածք։ Սա էլ ունի ինչ որ մի պատմվածք։ Օրինակ հիմա ասում է ես գնում եմ դպրոց, ու այստեղ վերջում ասենք հեծանիվով, չէ՞։ Հեծանիվով ես գնում եմ դպրոց։ Ինչ որ պատմվածք, այսպես հորինվածք, այսպես ասվում է, հետո վերջում պարզվում է, որ ինչ որ դրանում, սա ավարտ չի ունենում, այստեղ է ավարտը։ Հետո երբ որ կրկնում ես, նոր արդեն հասկանում ես ինչումն է բանը։ Այսպիսի ինչ որ մի գաղափար, հա, ամեն մի ստեղծագործության հետևում կա։ Եթե օրինակ մի սիմֆոնիայի, օրինակ մի սյուիտայի կամ ինչ որ մի ստեղծագործություն, անպայման ինքը ունի իր պատմվածքը, ինչպես ասենք երգերը ունեն իրենց տեքստերը։ Այդպես է կայանում։ Դրա համար են այս անավարտ չափերը, ու շատ է տեղի ունենում։ Հիմա մենք այստեղ օրինակ անալիզ անենք, տեսնում ենք մեր կապակցված նոտաները, որ նախորդ դասին մենք անցանք, որ սա մեր այս պահվող նոտան է, որ նույն գծի վրա է, օրինակ այս երկրորդը չենք նվագում, պետք է խաչ անել վրան, որ իմանանք, որ չենք նվագում, բայց հաշվելու ենք 1, 2, 3, 4, այս 5-րդը, որը որ հաջորդ տակտում արդեն առաջինն է, չենք նվագում։ Հետո էլի անավարտ սկսվում է, տեսեք, 1, 2, 3 ոնց որ հաշվենք։ Տեսեք, այստեղ ասում եմ 1, 2, 3, հետո 1, 2, 3, 4, մեկը չի նվագում, հետո էլի 2, 3, 4։ Okay, այդպես երաժշտությունն է, այսպես։ Հետո այստեղ արդեն նորից 4-րդ տակտում պահված նոտա ունենք։ Տեսեք 5-րդում սա էլ չի նվագվելու։ Արդեն էլի նորից անավարտ չափով է սկսվում, տա-տա-տամ։ Հետո գալիս է այստեղ։ Էլի ունենք։ Այսպես տեսնում ենք, որ նույն գծի վրա է, ոչ մի նշան չկա դրված, հա, ոչ մի նոտա մեջտեղում չկա, դրա համար սա էլ է պահվում։ Եվ ունենք պաուզա, այստեղ սովորել ենք արդեն մեր քառորդ պաուզան, ինչ պաուզա, այստեղ էլ կա պաուզա, ձախ ձեռքում սովորել ենք արդեն մեր կես նոտայի այս պաուզան, որ գտնվում է 1, 2, 3-րդ գծի վրա, ինքը պարկած է, սա նշանակում է 2 քառորդին համարժեք, սա քառորդ նոտան է, օրինակ 1, 2, 3, սա արդեն մենք սովորել ենք նախորդ դասից։ Հետո այստեղ արդեն ինչ ենք տեսնում ենք արդեն սիմվոլները, մեր ակորդները, որ գնալու են ձախ ձեռքում, տեսնում ենք արդեն կան, G7, այստեղ այսքան սոլ սեպտիմ ակորդն է, այսքան ստեղ արդեն դոն է, դո ակորդն է, մեր նոր սովորած ակորդն է լինելու, տեսեք F-ով է նշված, այսինքն մենք նվագելու ենք այսօրվա մեր սովորած դո, ֆա, լա ակորդը, սա է լինելու, հետո այստեղ էլի սեյ ակորդը, այսինքն սոլ սեպտիմ ակորդ, սեյ ակորդ,
տեսեք, այստեղ արդեն էլի կապակցված նոտա ենք տեսնում։ Հիմա քիչ վերլուծենք, թե ինչի մասին է երգը, ասում է when the saints go marching in։ Marsh-ը գիտենք մենք, դա march time, հա, ոնց որ ինքը ավելի երթային այդ ժամանակն է, երթով որ գնում են, when the saints, այսինքն սրբերը, երբ որ նրանք այդ երթով գնում են, մտնում են։ Սա հոգևոր երաժշտություն է, երգ է համարվում, ինքը օգտագործում է ավելի ոնց որ համ աշխարհիկ, համ կրոնական, այդ religious and secular, հա, ինքը ֆիրինգների տոնակատարությունների ժամանակ, համ հուղարկավորությունների ժամանակ այս հայտնի երգը միշտ կատարվում է, ամբողջ աշխարհով արդեն նա տարածված է, հեսա կասեմ ինչի մասն է, with right hand melody and left hand chord, էսի արդեն իմացանք, որ այդ աջ ձեռքը մելոդիան է գնում, ձախ ձեռքը ակորդներն են, ուրեմն սա մարշի մասին էր խոսքը, ու ասեմ ինչի մասին է, սա երբ որ սրբերը մտնում են այդ ավանդական սևամորթ ամերիկյան հոգևոր երաժշտություն է, որը հաճախ նվագվում է որպես ջազային, հա, ստանդարտ, որը 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկզբին է, եւ մենք գիտենք այն հայտնի Լուի Արմսթրոնգի այս ձայնագրությունների միջոցով ասա հայտնի դարձա այս երգը եւ սովորաբար օգտագործվում է որպես ասացի որ հուղարկավորության երթ կամ տոնական օրհներգ այսպես այս եւ իր հիմնական նշանակությունը այդ ասպեկտները, հա, ինքը ոնց որ տեքստը, այս տեքստը ինքը ապոկալիպտիկ է, այսպես ոգեշնչված հայտնության եւ Աստվածաշնչի այդ հովելի գրքերից արտահայտելով ցանկություն, հա, լինեն դրախտ մտնող սրբերի շարքում, այսպես ոնց որ երգը պարունակում անդադ այդ կրկնվող երգող տողեր այդ թվում օրինակ օ երբ սրբերը մտնում են ով Տեր ես ուզում եմ լինել այդ թվի մեջ, հա, ուզում եմ լինեմ այդ թվի մեջ numbering, so այստեղ տալիս է number, join that number, հեսա կարդանք, հա, ինքը ոնց որ ավելի ասոցացվում է Քրիստոսի երկրորդ գալուստի, հա, այսպես մեռելների հարության քրիստոնեական հավատքի հետ, ոնց որ հոլանդերեն ասում են օրինակ ինքը geloof in met het christelijke geloof in de wederkomst van Christus en de opstanding der doden, իսկ ռուսերենով ասում է во второе пришествие Христа и воскресение мертвых, հա, սրա մասին է խոսքը, դե ասենք որ մարդիկ ցենց ցկտում են, չէ՞, մտնել դրախտ, սա ինչ որ հաղթանակի երգ է, որ ինքը ուզում է անպայման այդ սևամորթները, հա, իրանց այդ կրոնական այդ ուղարկավորությունների կամ դրանց ժամանակ իրանք անպայման ոգեշնչում էին մարդկանց, որ պատրաստ եղեք, մենք երթով մտնելու ենք դեպի, ասենք, երկինք դրախտ, այսպես հաղթանակելու ենք, էլի, սրա մասին է այս երգը ընդհանուր առմամբ, այսպես կարող եմ մի հատ կարդալ, ինքը ընդհանուր ջազային երաժշտություն է ավելի համարվում, ասում է when the saints, հա, այստեղ ձախը արդեն ակորդներով ասում է when the saints եւ ասում է սրբերը, հա, go marching երթով կգնան, կմտնեն in, հա, go marching, հետո ասում է when the saints go marching, անդադ կրկնվում է go marching and how I went to join that number, ասում է how I want, ինքպես եմ ուզում որպեսզի ես էլ միանամ այդ number-ին, այդ թվին, ու այստեղ արդեն ոնց որ այդ ձախ ձեռքը այդ պատասխանն է տալիս, հա, when the saints go marching in, հա, այսպես, այդ երթի մասին է մի խոսքով, սա, հիմա արդեն ուզում եմ անցնել, որ ձեռքերը դիրքավորենք ու սկսեմ նվագել, շատ դանդաղ նվագեմ, սա իհարկե, ու այստեղ արդեն կտեսնենք պահված նոտաները, մեկ անգամ է նվագելու ու հաշվելով, մնացածը արդեն դուք ինքներդ նոտաները կնշեք այլընտրանքային անվանումներով, հետո լատինատառերով արդեն ինքներդ նոտաները գտեք, այս նոտաներն էլ, հա, այս ակորդները անընդհատ նվագեք այնքան, մինչև որ ձեր ձեռքը վարժվի, իսկ հիմա ես արդեն փորձեմ ձեռքս դիրքավորել, աջ ձեռքը սկզբից, հետո արդեն ձախ ձեռքն ենք դիրքավորում, օկտավ ներքև, հետո արդեն ես հիմա դանդաղ ֆորտե է տրված,
մինչև վերջ ֆորտեով է։ Ինքը շատ աշխուժ է երաժշտությունը իհարկե, բայց դուք սկզբում սովորեք դանդաղ նվագել, հետո արդեն ես ինքս էլ արագ կնվագեմ, կլսեք։ Գնացինք։ 1 2 3 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Արդեն որ կրկնում ենք նորից Սա մասին է խոսքը, ստեղների վրա էլ ցույց կտամ իհարկե, ինքը ընդհանրապես աշխուժ երաժշտություն է ու ավելի ուրախ, բայց դա կապ չունի, որ աշխուժ է, քանի որ ինքը փրկության այսպես երգ է համարվում, որպեսզի երթ դեպի դրախտ մտնող, դրա համար ինքը շատ անգամ հուղարկավորությունների ժամանակ էլ օգտագործվում, դե սևամորթների այդ երկրներում այնտեղ արդեն դա սովորական բան է, այսպես Հիմա անցնեմ արդեն ստեղների վրա ցույց կտամ։ 26-րդ էջում, այստեղ արդեն մենք դիրքավորում էինք, ինչ սովորեցինք, որ սա մեր կենտրոնն է, սա մեր ձախ ձեռքն է, այսինքն ֆայի բանալիում ենք գտնվում, ինչ էր կատարվել, այստեղ, տեսեք, այս բթամատը պետք է անցում կատարվի։ Հիմա կնվագեմ այդ ակորդները, որ հիմա մենք սովորեցինք։ Ինչ կատարվեց։ Այսպես կարող եք հարմոնիկ ձևով նվագել և մելոդիկ։ Սրանք արդեն մեր ակորդներ են, դո ակորդը դա մեր հիմնական ռիթմ, հա, ակորդն է, հետո ասենք reverse, այսինքն umgekehrte ակորդն, այսինքն շրջադարձվող ակորդներն են սրանք։ Սա որ հիմնականն է, ուրեմն ինչ է կատարում, այս մեր ներքևի ձայնը բերում ենք վերև, մեկ օկտավ վերև, նույն հնչյունն է, այսպես սա լինում է արդեն մեր առաջին շրջադարձը, հետո երկրորդը արդեն սա ենք բերում վերև, ինչ եղավ արդեն երկրորդ շրջվածք, հետո արդեն եթե սա ենք բերում էստեղ, լինում է արդեն նորից մեկ օկտավ վերև, էլի արմատը, հիմքը, հիմնական մեր ակորդն է, սա դոյի մասին է խոսքը, նույնը արդեն սոլում է, սոլում էլ նույնն է կատարվում, հա, իսկ հետո արդեն ֆայում, սա մեր չորրորդն է, տեսեք, դո, ռե, մի, ֆա, սոլ, դո, ֆա, սա չորրորդն է, հինգերորդ աշճան, 1, 4, 5, այսինքն մեր գլխավոր աշճաններն են առաջինը, չորրորդը և հինգերորդը, այս 3 ակորդները շատ կարևոր են, իսկ սա մենք շրջադարձորեն ենք կատարում, որպեսզի մեզ հեշտ լինի չխանգարի մեր աջ ձեռքին, երբ որ աջում ինչ-որ մի բան նվագելու ենք, որպեսզի այն չխանգարի։ Ինչ մոտիկ իրար սիրուն նվագում եք ու նույն հնչողությունն է ստանում իհարկե, ուղղակի այսպես պետք է թռիչք կատարվի, ուրեմն պետք է այդ ձեռքը վերցնենք, ասենք օկտավ վերև, իսկ այստեղ մտածված է, որպեսզի այս մեր կադենցիաները, հա, պահպանենք։ Մի խոսքով, այսի արդեն մեր հնչողություններն էր, իմացանք արդեն, որ մեր ֆա մաժոր, հա,
Ֆա մինոր, հետո կսովորենք արդեն ֆա մաժորն է մեծատառով, ֆա մաժոր, ֆան գրվելու արդեն գիտենք որ սա է։ Իսկ շրջադարձորը նվագեցինք այս երկրորդ շրջադարձն է։ Ուրեմն մեր հիմնական ակորդն է, սա մեր ֆայի երկրորդ շրջվածքն է, իսկ սա մեր սոլն է, առաջի շրջվածքը։ Սոլ սեպտիմ ակորդի առաջի շրջվածքն է։ Այսպես, հիմա անցնում ենք արդեն մեր, տեսեք, այս տակի, ուրեմն այսպես պետք է սովորենք, սա էլ պետք է նվագեի, հետո արդեն անցնում ենք 27-րդ էջին, արդեն այդ warm-up-ն էր, ուրեմն G7, մեկ էլ F, ակորդների մասին էր խոսքը, իսկ հիմա արդեն անցենք այդ when the saints go marching-ի։ Ձեռքերը դիրքավորում ենք, աջ ձեռքը when the saints go marching in։ Ուրեմն, տեսնում ենք արդեն այստեղ ոչ ավարտված չափով է սկսվելու։ Այստեղ օրինակ 1, 3, 4, 5 ու պահվելու է, պաուզաները չենք մոռանում, կարող ենք անջատ նվագել, կարող ենք լեգատոյով նվագել, խնդիր չկա, տեսեք ինչպես որ կարողանում եք, 4 քառորդ է չափը, գնացինք, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, արդեն որ կրկնում ենք, այդ ժամանակ արդեն ավելի կարող եք արագացնել տեմպը, քիչ արագացրեք, եթե արդեն կարող եք։ Լավ, այսքան այսօրվա դասը արդեն շատ երկար է, ստեղից էլ, բայց ոչինչ, կարող եք կես-կես դիտել, եթե շատ երկար է։ Կհանդիպենք արդեն հաջորդ դասին, շնորհակալություն, որ հետևում եք, մինչ նոր հանդիպում։